Սիրելի եկեղեցի, ողջունում եմ ձեզ։ Ոնց որ Զորոն ասեց, շատ հավես է առավոտ Աստծուն փնտրելը, Աստծո երեսը փնտրելը, երկրպագել Տիրոջը, փառաբանել նրա սուրբ անունը եւ աղոթք բարձրացնել նրան, ամեն։ Մենք աղոթում ենք, որ մեր սեփական զալը ունենանք, որպիսի երբ ուզենք եւ ինչքան ուզենք հավաքվենք, որպիսի մեր համար ոչ մի արգելքներ չլինեն, թե ժամի հետ կապված, թե օրի հետ կապված։ Համաձայն եք, դուք աղոթում եք Փառք Տիրոջը։ Սիրելի եկեղեցի, այսօր հնարավորություն ունեմ ձեզ հետ կիսվելու խոսքով Փառք Տիրոջը այս հնարավորության համար։ Ես այսօր ուզում եմ խոսել մեր մասին, այս աշխարհի իրավիճակների մասին, աշխարհի դրվածքի մասին, աշխարհի իշխանության մասին եւ այլն։ Ուզում եմ, որ ուշադիր լինենք, սիրելի եկեղեցի, որպիսի կարողանանք ըմբռնել այն ամենը, ինչը որ Տերը այսօր պատրաստել է մեզ համար։ Ես իմ այսօրվա խոսքը այսպես եմ վերնագրել. աշխարհի մեջ, բայց հեռու աշխարհից։ Գիտեք, մենք ապրում ենք աշխարհի մեջ բոլորս, հա? Բայց մի հատ հարց կա այստեղ, թե որքան ենք ապրում հեռու աշխարհից եւ թե որքան ենք ապրում աշխարհի մեջ ու մոտիկ աշխարհին։ Ընթացքում ավելի ես կմանրամասնեմ, թե ինչ է նշանակում աշխարհի մեջ, բայց հեռու աշխարհից։ Սիրելի եկեղեցի, աշխարհի մեջ մենք ապրում ենք բոլորս։ Սա աշխարհն է, չենք կարող ապրել ուրիշ վայրում, որովհետև չկա ուրիշ տեղ, որտեղ մարդկությունը կարող է ապրել։ Աստված ստեղծեց աշխարհը եւ մարդկությունը ստեղծեց եւ ամեն բան ստեղծեց եւ ասեց արարեք, ապրեք, մարդուն տվեց այս պատվերները եւ մենք այսօր ապրում ենք ու արարում ենք այս աշխարհում։ Մեկը ինչ որ մի աշխատանք անում, մեկը ուրիշ աշխատանք անում, մեկը ընդհանրապես չի անում, մեկը ուրիշ ձև ապրում, մեկը ապրում է աշխարհի մեջ խիստ աշխարհիկ կյանքով, մեկը ապրում է աշխարհի մեջ, բայց աշխարհի թելադրանքով չի ապրում։ Ես այսօր այսպիսի բաների մասին եմ խոսելու եւ գիտեմ, որ դուք այսօր այստեղ եք, ամեն մեկը ձեր չափի մեջ ապրում եք աշխարհում, բայց հեռու աշխարհից։ Ամեն մեկս չէ, որ ապրում ենք նույն կերպ։ Ամեն մեկս չի, որ ապրում ենք հեռու աշխարհից հավասարաչափ։ Ամեն մեկս ապրում ենք տարբեր հեռու աշխարհից, բայց աշխարհում։ Ես կուզեմ բացենք Տիտոս 2:11 խոսքից։ Սա փրկչական շնորհի հայտնության խոսքեր են, որը կուզեմ ընթերցել մեր բոլորիս համար։ Աստծո փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց։ Այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները եւ խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում, սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որն իր կյանքը մեզ համար տվեց, որպիսի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի եւ իր սեփական ժողովուրդը դարձնի, բարի գործերի նախանձախնդիր։ Սիրելի եկեղեցի, մեր Տերը մեզ համար ամեն բան արեց։ Ամեն բան տվել է, ամեն հնարավորություն տվել է ապրելու համար այս աշխարհում։ Եվ մեր Տերը ուզում է, որ իրեն զավակը լավ ապրի այս աշխարհի մեջ։ Այսօր շատ մարդիկ լավ ապրելը տարբեր կերպ են հասկանում, բայց մենք որպես հոգևոր մարդիկ, որպես քրիստոնյաներ, ճշմարիտ աստվածապաշտությունով առաջնորդվող քրիստոնյաներ, մենք պետք է ապրենք այնպես, ինչպես որ մեր Տերն է ուզում։ Այսինքն պետք է ապրենք խոհեմությամբ, արդարությամբ, աստվածապաշտությամբ, ապրենք այս աշխարհի ցանկություններից հեռու, որովհետև այս աշխարհի ցանկությունները մեզ ուրիշ բան են թելադրում։ Մենք պետք է ապրենք աշխարհի թելադրանքից հեռու, որով մենք կարող ենք դա անել մեզ զորացնող Քրիստոսով։ Այս աշխարհում մարդու համար անհնարին
ոչինչ չկա Հիսուս Քրիստոսով։ Գիտեք, այսօր հասարակ բաներ կա մեր կյանքում, որ մենք կարող ենք ասել, մենք չենք կարում, մենք չենք կարա ու սահմանափակում ենք։ Բայց հարց, իրոք մենք չենք կարա, թե մենք չենք ուզում։ Սրանք տարբեր բաներ են, որ մարդիկ շատ հաճախ մեկը մյուսի հետ խառնում են եւ բերում համատեղում են, ուզում են համատեղել այս երկու բանը՝ չուզենալը, չկարողանալը կամ ուզենալը ու կարողանալը։ Գիտեք, երբ որ մենք մի բան ուզենանք անենք, մենք դա կարող ենք անել։ Այդ ինչպես եղավ, երբ որ գալիս է ինչ որ մեղք անել կամ ինչ որ վատ բան անել կամ ինչ որ վատ բառ մեր բերանից դուրս գալ, մենք կարողանում ենք դա անել։ Բայց երբ որ պահը գալիս է, որ մենք այդ վատ բառերը մեր բերանից պետքա դուրս չհանենք ու զսպվածություն հագնենք, մենք ասում ենք, մենք չենք կարա, դիմացինս մեզ հասցրեց դրան։ Գիտեք, սիրելի եկեղեցի, սատանան քնած չի։ Մեր դիմացինի, մեր հարազատի, մեր ամենամտերիմի միջոցով կարող է հասցնել մեզ դրան, բայց մենք պետքա չգնանք դրան, որովհետև մեր մեջ Քրիստոսն է ապրում, որովհետև մեր մեջ Սուրբ Հոգին է բնակված։ Մենք պետքա տարբերվենք այս աշխարհի մարդկանցից, սիրելի եկեղեցի, որովհետև Տերը մեզ զատեց այս աշխարհից։ Մենք արդեն ունենք որոշում մեր կյանքում, որ ապրենք աշխարհում, բայց հեռու աշխարհից։ Սա չի նշանակում, որ ապրենք հեռու աշխարհից, այսինքն, գիտեք, մենք չմտածենք աշխարհի մարդկանց մասին, մեր համար մեկ լինի աշխարհի մարդը, աշխարհիկ մարդը։ Ոչ, այդպես չի, սիրելի եկեղեցի, եթե այդպես լիներ։ Հայր Աստված ասում է, այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Դրա համար մենք էլ պետքա նույն կերպ վարվենք, սիրելի եկեղեցի։ Մենք էլ ժամանակին աշխարհում էինք եւ ապրում էինք աշխարհին մոտ, աշխարհի մեջ եւ աշխարհի հետ ու աշխարհի կերպարանքով։ Բայց երբ որ մենք Տիրոջը ընդունեցինք, մենք կերպարանափոխվեցինք։ Մենք ապաշխարեցինք, մենք վերստին ծնունդ ապրեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Մեր ներաշխարհը փոխվեց ամբողջովին։ Ինչպես մեր որոշումով, մեր սրտի փափագով, մեր արդարության ու սրբության ձգտումով։ Եթե այստեղ հավաքվածներից այդ յուրաքանչյուրի մեջ մի փոքրիկ ուղակի արդարության հանդեպ ու սրբության հանդեպ ձգտում չլիներ, դուք այսօր այստեղ չէիք լինի։ Համամիտ եք իմ հետ։ Կա այդ փափագը ձեր մեջ, կա այդ ցանկությունը ձեր մեջ, բայց թե ով որքանով է հաղթահարում եւ ով ինչքան է բրդում այդ ամեն ինչ, այդ արդարությունն ու սրբությունը եւ հերու աշխարհիկ ցանկությունները, դա արդեն ինքներս մենք ենք որոշում։ Դա մեզանից է կախված։ Աստված չի կարա ոչ մի բան անի մեր կյանքում, եթե մեր կյանքում չկա ճիշտ որոշում։ Սատանան չի կարող գալ մեր միտքը հեղափոխել, եթե մեր միտքը արդեն նորոգված է Հիսուս Քրիստոսով։ Սատանան չունի իշխանություն այն մարդկանց վրա, ովքեր որ ընդունել են Տիրոջը, ովքեր որ ընդունել են Հիսուս Քրիստոսին իրան կյանքում Տեր ու Փրկիչ, ովքեր որ ընդունել են Սուրբ Երրորդությունը, ովքեր որ խոնարհվել են Աստծո զորության առաջ։ Սատանան ոչ մի իշխանություն չունի քեզ վրա, որովհետև դու ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսով։ Ամեն փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի։ Ես կուզեմ բացենք 2 Պետրոս 2 Պետրոս առաջի գլուխ 3-ից 5-ը։ Սա որպես կոչ է ձեզ, սիրելի եկեղեցի, մեզ որպես կոչ է։ Այսպես է ասում. նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին եւ աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպիսի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինենք աշխարհիկ ցանկությունից, ապականությունից խուսափելով։ Այստեղ պարզ ասում է, սիրելի եկեղեցի, որ նրան ճանաչելով
Մենք պետքա աշխարհիկ ցանկությունից, աշխարհիկ ցանկությունը ի՞նչ է, ապականություն, պղծություն, սիրելի եկեղեցի, որը որ տանում է մահ, որը որ հեռացնում է Աստծուց, որը որ հեռացնում է հավիտենական կյանքից։ Այսօր այնքան ցավալի է, այնքան ցավ եմ ապրում, երբ որ տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք ավելի գնահատում են այս ժամանակավոր կորուստյալ կյանքը, որ ժամանակավոր է ամեն բան, Տիրոջ խոսքը ասում է, որ այս աշխարհի վրա չկա ոչ մի բան հավիտենական, վերջում կամ ժանգն աուտում, կամ ցեցը, կամ գողը գողանալու է։ Եվ մարդիկ կենտրոնանում են այս ժամանակավոր հաճույքների վրա, այս աշխարհիկ ցանկությունների վրա, թե աշխարհը ինչ է թելադրում։ Մարդիկ sense կենտրոնացած, sense կներեք այս արտահայտության համար զոմբիի նման իրար հետևից այսպես գնում են, թե ուր են գնում իրանք էլ չեն հասկանում։ Մեկը մի բան է անում, մտածում են, այս նորմալ է։ Տիրոջ խոսքը ասում է վերջին ժամանակներում անարդարությունը, պղծությունը այնքան կլցվի աշխարհ, որ մարդկանց աչքին նորմալ կերևա։ Այսօր տեսնում ենք, այն օրը մի հատ վիդեո տեսա, Ժոզեն ցույց տվեց, այնքան ահավոր վիդեո էր, այնքան պիղծ ու սատանայի ոգով լցված մոդա էր։ Մարդիկ էին կերպարանափոխված սատանայի կերպարանքով, իրենց հագու կապը, իրենց հարդարանքը, իրենց դեմքը, ամեն ինչը ցույց էր տալիս, թե սատանան ինչքան է կերպարանափոխել։ Չէիր հասկանում կինա, չէիր հասկանում տղամարդա, երկուսը մեկում, սենց խառնել էր իրար։ Զզվելի կերպարանք էին ստացել։ Ու ասում եմ Տեր, որ մեր համար է զզվելի, որ մենք մարդ ենք։ Բա քո համար ինչքան զզվելի է, որ դու մարդուն դրա համար չստեղծեցիր, էլի, հա։ Գիտեք, սիրելի եկեղեցի, նոր մի քիչ առաջ ասեցի, որ մենք ոչ թե պետքա զզվենք աշխարհիկներից, չէ։ Այսօր աշխարհիկ մարդիկ ասում են, գիտեք, հավատացյալները զզվում են մեզանից, մեզ չեն սիրում եւ այլ, չէ, այդպես չի, ընդհակառակը, հավատացյալները սիրում են ձեզ, սիրելի աշխարհիկներ, ովքեր որ մեզ կդիտեն հեռուստատեսությունով։ Մենք սիրում ենք նրանց, սիրելի եկեղեցի, որովհետեւ դա անելով մենք նմանվում ենք Աստծուն։ Չէ որ Աստված սիրեց, որ մի քիչ առաջ ասեցի, եթե չսիրեր Հիսուս Քրիստոսին չէր տա մեր համար։ Մենք էլ ենք ժամանակին աշխարհում եւ աշխարհիկ։ Դա չի նշանակում, որ մենք այսօր աշխարհում ենք, բայց աշխարհիկ կյանքով չենք ապրում։ Մենք այնքան լավն ենք, որ աշխարհիկ կյանքով ապրողներին պետքա վերևից նայենք կամ մի ուրիշ անկյունից։ Չէ, որ այդպես լիներ, այսօր մենք այստեղ չէինք լինի ու փրկություն չէինք ունենա։ Եթե Հիսուս Քրիստոսը մեր Տեր Աստվածը, Հայր Աստվածը մեզ նայեր այդ տեսանկյունից, այսօր մենք այստեղ չէինք լինի ու այդ միլիոնավոր փրկվածներ չէին լինի այս աշխարհում։ Բոլորս կգնայինք դեպի մահ, հավիտենական։ Բայց մենք պետք է նմանվենք Աստծուն, սիրելի եկեղեցի։ Մեզ համար պետքա միայն զզվելի լինեն աշխարհիկ գործերը, այդ պղծությունները, անարդարությունները, ոչ թե աշխարհիկ մարդիկ։ Մենք պետքա օգնենք նրանց։ Ոնց որ մեզանից շատերս էինք աշխարհում եւ Աստծո ծառաների միջոցով մենք այսօր այստեղ ենք։ Իմ կյանքից օրինակ բերեմ, հեռու չգնանք, ես էլ աշխարհիկ կյանքով եի ապրում, որ իմ գործերից շատ բաներ զզվելի էին Տիրոջը։ Բայց ինչ որ մեկի միջոցով ես դարձա Տիրոջը, ինչ որ մեկի զոհով, մեկի աղոթքով, որ իր ժամանակը զոհեց, իր ֆինանսը զոհեց եւ շատ բաներ զոհեց, որպիսի ես այսօր ունենամ Տիրոջը, որպիսի ես այսօր ունենամ փրկություն։ Դրա համար այս կոչը ձեզ, սիրելի եկեղեցի, Տերը անում է, որ այսօր դուք էլ մի խնայեք ձեր ժամանակը, մի խնայեք ձեր ֆինանսները, մի խնայեք ձեր համբերությունը, այլ եղեք համբերատար եւ գնացեք եւ ավետարանի բարի լուրը տարածեք աշխարհի ժողովրդին, ձեր շրջապատին, սիրելի եկեղեցի։ Մենք այսօր բոլորս աշխատում ենք, սովորում ենք, դպրոց ենք գնում։ Սուրբ Հոգով առաջնորդվեք եւ մարդկանց ծանոթացրեք Քրիստոսի հետ, սիրելի եկեղեցի, որպիսի մենք հաղորդակից չլինենք աշխարհին,
այլ ովքեր որ հաղորդակից են աշխարհիկ ցանկություններին, ապականություններին, դրանցից խուսափեն եւ դառնան դեպի Տերը։ Ամեն։ Երկրորդ Պետրոս 2:20-22 Այսպես է ասում. որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ պղծությունից, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում։ Ես կուզեմ այստեղ մի փոքրիկ կանգ առնենք, սիրելի եկեղեցի։ Գիտեք, այսօր կան այնպիսի մտածելակերպեր, որոնք Աստծո խոսքը սխալ է համարում, երբ որ նայում ես ըստ Աստծո խոսքի, գիտեք դրանք որոնք են, իմ մոտ շատ են եղել այդպիսի դեպքեր, երբ որ մարդիկ կիսվել են այդպիսի մտքերով իմ հետ, որը որ շատ վախենալու է, որովհետև Աստծո խոսքը նոր կարդացի, որ ավելի վախճանը ավելի վատ կլինի, քան որ նախկինում, որովհետև Աստծո խոսքը ասում է ավելի լավ է, ավելի երանելի են, որ չգիտեն ճշմարտությունը, բայց ինչ որ մեղք են գործում, հետո ապաշխարում են իրանց մեղքից, քան որ գիտեն ճշմարտությունը, իմանալով հանդերձ են գնում դրան։ Ասում են նրանց վախճանը ավելի վատ կլինի։ Սա խոսում է գիտակցաբար մեղքի մասին։ Այսօր շատ մարդիկ ասում են, դե գիտես ինչ, Աստված ողորմած է, չէ՞, Աստված միշտ ներում է։ Սենց հարցեր են տալի, հերվից են գալիս, մթում ես չգիտեմ վերջում ինչ հարց են տալիս։ Հետո ասում են, դե որ Աստված ողորմած է, ներող, ասում եմ, հա իհարկե Աստված ողորմած է, ներող է եւ միշտ ներում է։ Ասում են, դե որ այտենց է, ես իմ կյանքը կապրեմ այնց ոնց որ ուզում եմ, մեկը Տերը ներում է, վերջում կապաշխարվեմ ու կմեռնեմ։ Բայց ախր մենք չգիտենք մեր վերջը երբ է, բա որ չհասցնենք ապաշխարվենք։ Խայտարակություն։ Շատ վախենալու է, սիրելի եկեղեցի, իսկապես բա որ չհասցնենք ապաշխարվենք։ Այս ամեն ինչ ավելի լուրջ է, քան մարդկությունը պատկերացնում է, քան մարդկությունը այսպիսի սխալ մտքերով հեղեղված է սատանայի կողմից։ Այս մտքերը սատանայից են։ Խմբակում շատ հաճախ ես կիսվում եմ մտքերի մասին, որ կա 3 բան։ Մեկը մեր միտքն է սեփական մարդկային, մեր միտքն է, մեր մտածելակերպը, մեր բանականությունը, որ Տերն է դրել մարդկության մեջ։ Մեկը սատանան է, որ մտքեր կարա բերի, երբ որ մի հատ բաց դուր թողես։ Իսկ երրորդը Սուրբ Հոգին է, որ խոսում է նորից մեր մտքի հետ։ Դրա համար մենք պետք է ունենանք զանազանության հոգին։ Սիրելի եկեղեցի, դա շատ կարևոր է։ Ո՞րն է զանազանության հոգին, որ մենք ունենանք Սուրբ Հոգուն մեր մեջ, մենք կարողանանք տարբերել, թե ո՞րն է Աստծուց, ո՞րն է սատանայից, թե ո՞րն է մեր մարդկային մտքից, մտքի շատությունից կամ առօրյայի ինչ որ իրավիճակներից դրդված եւ այլ։ Մենք պետքա տարբերենք այդ ամենը, սիրելի եկեղեցի։ Բայց ինչպես պետքա տարբերենք, եթե մենք խոսքը չգիտենք, եթե մենք խոսքը չիմանանք։ Մենք պետք է խոսքը իմանանք, որպեսզի կարողանանք հակառակ կանգնել սատանայի բերած սխալ մտքերին։ Մենք խոսքը պետք է իմանանք, որպեսզի կարողանանք ընդունել Սուրբ Հոգուն, երբ որ գալիս է մեր մտքի միջոցով։ Մենք խոսքը պետք է իմանանք, երբ որ գալիս է մեր մտքերում բաներ, մենք համեմատենք ըստ Աստծո խոսքի, մեր գիտությամբ, Աստվածաշնչյան գիտությամբ։ Եթե մենք չունենանք այդ գիտությունը, մենք չենք կարողանա համեմատել ըստ Աստծո խոսքի մեր մտքի եկածը։ Ասում է 1000-ը չափիր մեկը կտրի, չէ՞։ Եթե մենք չունենք հոգևոր գիտություն, ինչով պետքա չափենք, ինչ արժեքներով պետքա չափենք։ Ու երբ որ գա կտրելու պահը, մենք ինչ գիտենք, որտեղ է ճիշտ տեղը, որ պետքա կտրենք ու չփչացնենք։ Գիտեք, այնքան հետաքրքիր է այս պահը, որ ընթերցում էի Սուրբ Հոգին բացեց այս ճիշտ տեղը իմանալու, կտրելու, չփչացնելու, այնքան հետաքրքիր հայտնություն ստացա, հիշեցրեց այս վերջում մեր Գայանես տունը, որ ռեմոնտ էինք անում, առաստաղին լեդեր էինք քաշում, ուրեմն այդ լեդերը
գալիս է ու sense գծիկներ կար ու այդ գծիկների մոտ մկրատի տեղեր կար։ Եթե մենք այդ գծիկներից բացի ուրիշ տեղ կտրեինք, այդ ամբողջ երկարությունը, այդ ամբողջ լեդը փչանում էր, դառնում էր պուբել, պետքա գցեիր այն կողմ այդ արժեքը, որ գինը տվել էիր, դրա համար գնել էիր։ Դրա համար պետքա մենք շատ զգուշ լինենք, սիրելի եկեղեցի։ Մի հատ փչացրեցինք, չէ՞, չիմանալով։ Դրա համար չգիտեինք, ծանոթ չէինք, չգիտեինք այդ ինչա։ Դրա հետ երբեք առնչություն չէինք ունեցել։ Բայց երկրորդ անգամ, երբ որ սկսեցինք, 10 րոպեում այդ լեդերը հավաքեցի մի անգամից sense լույսը 100% վստահ է, որ վառելու ենք ու վառվի։ Անգամ վիդեո ենք արել, այդ պահը որ վառում ենք ու պիտի վառվի, ձև չունի չվառվելու, որովհետև ճիշտ էինք արել։ Դրա համար սիրելի եկեղեցի, մեր կյանքում կան բաներ, եթե մենք ճշմարտությունը չգիտենք, Աստծո խոսքը չգիտենք երբ ինչը որտեղից պետք է կտրենք ու դեն գցենք, մենք կարող ենք սխալվել ու փչացնել մեր կյանքը, առավել եւս մեր դիմացինի կյանքը։ Պետք է մենք շատ զգուշ լինենք, երբ որ մեր դիմացինին խորհուրդ ենք տալիս, երբ որ ուզում ենք մեր դիմացինից, մեր սրտի ցավն է, որ մենք տեսնում ենք, հա, մեր դիմացինին, միգուցե դու քո սրտի ցավով ուզում ես քո դիմացինի համար լավ լինի, ուզում ես քո խորհուրդներով կտրես այն կեղտ են մեղքը, որ կա քո ընկերոջ, քո քրոջ, քո եղբոր, քո ծնողի եւ այլ նրա մեջ, ու դու հասկանում ես, որ դու կարող ես դա Աստծո խոսքով կտրել։ Ինչքան լավ է դա, երբ որ դու գիտես խոսքը ու գիտես ոնց կտրես, որպեսզի լուսավորես նրա կյանքը, ոչ թե կտրես, փչացնես ու խավարը գա։ Ամեն։ Դրա համար սիրելի եկեղեցի, մենք պետքա խոսքը իմանանք, խոսքի գիտության գինը պետքա իմանանք, որպեսզի կարողանանք օգնել մեր դիմացինին, ոչ թե օգնելու փոխարեն վնասել։ Այսօր շատ դեպքեր կարող են լինել, որ մարդը մաքուր սրտով ուզում է դիմացինին օգնի, բայց չի կարողանում, փչացնում է նրա կյանքը ավելի շատ, գայթակղություն է դառնում նրա համար։ Գիտեք, այսօր ես կարող եմ գնալ իմ ձեռքը մեկնել գողության ու գողության մեկնող ձեռք ունեցող մարդուն, ասեմ մի գողացի, բայց հələ մի հատ պետքա ֆռամ ես իմ կյանքը նայեմ։ Ես այդ բանը անում եմ, որ այդ մարդուն իրավունք ունենամ ասելու մի արա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ քարոզում էր, Հիսուս Քրիստոսի իշխանությունով էր քարոզում։ Ինչի համար։ Որովհետև ինքը ինչը խոսում էր, ինքը արդեն ապրել էր այդ, ապրում էր դրանով, դրա համար իր խոսքը ուներ իշխանություն ու զորություն ու կպնում էր մարդկանց ու փոխում էր մարդկանց կյանքերը։ Ու մարդիկ տեսնում էին նրա մեջի լույսը ու գալիս էին լույսի հետևից։ Երբ որ մենք մեր մեջ չունենանք այդ լույսը, այդ ճրագը, ուր ենք առաջնորդում մարդկանց։ Ասում եմ, կույրը կույրին չի կարող առաջնորդել, երկուսն էլ փոսը կընկնեն։ Ամեն։ Եվ շարունակությունը այսպես է ասում, որովհետև նրանց համար ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան ճանաչեցին եւ հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդեց իրենց։ Նրանց է վերաբերում ճշմարիտ առածը։ Ասում է շուն էլ իր փսխածին է վերադառնում, Առակաց 26:11-ում այդպես գրված, հա։ Ինչ համեմատություն անում, չէ՞, ինչքան զզվելի է։ Ով է շուն պահել եւ տեսել այդպիսի դրվածք, կամ չի պահել, ուղղակի ականատես է եղել, ահա որ զզվելի է։ Նայեք Աստված կներեք ինչի հետ է համեմատում, երբ որ մենք մի բան անում ենք մեր կյանքում, թողում ենք դա, ապաշխարում ենք դրանից, հետո անցնում է մի որոշ ժամանակ, նորից վերադառնում ենք դրան։ Շատ զզվելի է Տիրոջ առաջ, սիրելի եկեղեցի։ Մի ուրիշ խոսքում գիտեք ինչ ավելի վախենալու բան է ասում, երբ որ մենք ազատվում ենք ինչ-որ մի հատ մեղքից ու նորից հետ ենք դառնում դեպի այդ մեղքը, ասում է այդ մեղքը մենակ հետ չի վերադառնում։ Իր հետ մի քանի հատ էլ իրանից զորավորների հետը վերցնում ու գալիս է։ Այնպես որ պետքա շատ զգուշ լինենք, քանի որ այս փոքրիկից ազատվել ենք, թույլ չտանք, որ այդ փոքրիկը գնա իր այն ուժեղ ընկերներին հավաքի հետը բերի նորից քո մեջ ու ավելի խորտակի։ Մարկոս 4:19-20 Մարկոս ավետարանը
4, 19, 20 Գիտեք, սիրելի եկեղեցի, այսօր մենք ապրում ենք աշխարհում ու ունենք խնդիրներ, ունենք հոգսեր, ունենք նպատակներ, որոնցով որ ծանրաբեռնված ենք, որոնք որ տվել ենք Աստծուն, որոնք որ չենք կարողանում տանք Աստծուն, որոնք որ տվել ենք Աստծուն, բայց ելի ուզում ենք մենք մեզանով հաղթել, հա? Եղել է քո կյանքում, որ մի բան տվել ես Աստծուն, որ տեսել ես քո ուժերից վեր, հա? Չես կարողանում էլ ասում ես Տեր, խնդրում եմ վերցրա այս բաժակը ինձանից, ոնց որ Հիսուս Քրիստոսը ասեց։ Եղել է, բայց եղել է, որ այդ ամենը արել ես, հետո նորից ուզում ես քո ուժերով անես։ Եղել է, չէ, իմ կյանքում եղել է։ Էդի գիտեք ինչա, գալիս է թերահավատությունը։ Գալիս է այն, որ մի փոքր չենք վստահում Աստծուն։ Ասելու ռուսին на всякий случай։ Անենք, հա, այդանք Աստծուն օգնենք։ Սիրելիս, եթե մի բան դու տվել ես Աստծուն, թույլ տուր թող նա անի։ Պետք չի Աստծուն օգնել։ Աստված է մեր օգնականը։ Ինչպես Դավիթն է իր սաղմոսներում ասում, չէ՞ միշտ։ Տերն է իմ օգնականը, իմ վահանը։ Սիրելի եկեղեցի, եթե մի բան վստահում ենք նրան, մեծատառով նրան, ուրեմն պետքա վստահենք մինչև վերջ։ Ամեն։ Այսպես է ասում Մարկոս 4-ում, բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքը եւ ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում եւ անպտուղ են դարձնում։ Երբ որ վստահում ես Աստծուն, խոսքը իմանալով, որ Տերը միայն ոչ թե կա, այլ որ կարող է, այսօր շատ մարդիկ ասում են, դե Աստված կա, հավատում ենք, որ Աստված կա, բայց երբ որ գալիս է իր կյանքում, որ հրաշք է պետք, ինքը կասկածում է, որ այն Աստված, որ կա, որ նույնը երեք այսօր ու հավիտյան, որ կարա իր կյանքում բաներ փոխի, իրավիճակներ փոխի։ Որ մարդ ասում է, հավատում եմ, որ Աստված կա, բայց չի վստահում, որ Աստված կարող է։ Էլում է պետք, որ հավատում ենք, որ Աստված կա։ Եթե այդպես է լինում, խոսքը ասում է, որ այս աշխարհի ցանկությունները ներխուժում են ու խեղդում են ու անպտուղ են դարձնում։ Ինչն են անպտուղ դարձնում։ Տիրոջ խոսքը, որ կա մեր կյանքում։ Այս կյանքը, այս ընթացքը, որ մենք անցնում ենք, անպտուղ է դառնում ուղակի։ Ասում է, բայց պարարտ հողի մեջ սերմանվածները նրանք են, որոնք լսում են խոսքը, ընդունում եւ պտուղ են տալիս։ Մեկը 30, մեկը 60, մեկը 100 եւ այլ։ Սիրելի եկեղեցի, դրա համար մենք պետքա պարարտ հողի մեջ ցանենք, որպեսզի պարարտ հողից մենք արդյունք ունենանք, որպեսզի երբ որ գա բերքահավաքի ժամանակը, այն ժամանակ մենք տեսնենք մեր պտուղները եւ կշտանանք մեր պտուղների քաղցրությունից եւ հագեցնենք Հորը, որ երկնքումն է, փառավորենք նրա սուրբ եւ պատվական անունը։ Երբ որ քո կյանքում լինում է մի փոքր պտուղ, մի նեղվի, վաղը կլինի մի մեծ պտուղ։ Այստեղ ասում է մեկը 30, մեկը 60, մեկը 100, մենք չգիտենք 30-ը երբ է լինելու, 60-ը երբ, 100-ը երբ։ Բայց չբավարարվեք, եթե 30 պտուղ լինի ձեր կյանքում, ասեք հերիքա, վերջ։ Ես հանգիստ եմ, արխային կարող եմ գնալ երկինք։ Չէ, ձգտեք ավելին։ Գիտեք, ծառայության մեջ, երբ որ ձեզ վստահում է ինչ-որ մի հատ ծառայություն, սիրելի եկեղեցի, մի ասեք, դե ես ծառայում եմ եկեղեցում ու վերջ։ Ես ջուր եմ բերում, վերջ։ Լավ է, ունեմ իմ ծառայությունը, գնում եմ խմբակ, գալիս եմ ծառայություններին, մասնակցում եմ, իմ աղոթքը ունեմ եւ այլ։ Ինձ հուշում եմ, որ շատ արագ եմ խոսում, կներեք հարկմանիշները։ Ուղղակի ժամանակի առումով այսօր նաև ունենք սուրբ հաղորդություն, սիրելի եկեղեցի։ Ես գիտեմ, որ ձեր սրտերը պատրաստել եք, որպեսզի ընդունենք սուրբ հաղորդությունը այսօր։ Պետք է թույլ չտանք, որ հոգսերը մեզ խեղդեն, սիրելի եկեղեցի։ Աստծո խոսքն ասում է, ձեր բեռը ինձ տվեք, եւ ես կտանեմ այն, եւ ասում է իմ լուծը վերցրեք։ Մենք շատ անգամ կարդացել ենք ու լսել ենք այդ տեղերը։ Բացենք Մատթեոս ավետարան
5-րդ գլուխ 13-րդ խոսքից 13 եւ 14-րդ խոսքերը ասում է դուք եք երկրի աղը եթե աղն իր համը կորցնի ինչով կհամեմվի այլևս ոչնչի պիտանի չի լինի այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակող կլինի Սիրելի եկեղեցի աղը ինչ է աղը համ է չէ մենք մեր ուտեսները աղով ենք փորձում աղով ենք բերում մեր սիրած համի հա մեր քինքին հաճելի նայեք ինչի հետ է համ եմ ատում երբ որ մենք այսօր եկեղեցում լինելով բայց չլինենք Աստծո հետ մենք չենք կարող լինել այս աշխարհի աղը Եթե չպահենք Աստծո խոսքը, ինչպես պետք է տարբերվենք աշխարհից։ Եթե չարին չարով հատուցանենք, եթե մենք էլ ասենք ինչպիսի բարև, այնպիսի բարև, հա? Ռուսերենն այդպես հայտնի չէ, какой привет, такой ответ։ Էլ ինչով պետքա տարբերվենք սիրելի եկեղեցի։ Չէ՞ որ Աստված մեզ ուրիշ ձև է սովորեցրել ու սովորեցնում որ չարին պետքա մեր բարիով կոտրենք։ Ում կյանքում է եղել, որ չարին բարիով հատուցանել է ու հաստատվել է, որ Աստծո խոսքը ճշմարիտ է, որ Աստված հավատարիմ է, երբ որ բարիով պատասխանում ենք, կոտրում ենք չարին։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի, այս ամենի համար, որ կա մեր կյանքում, որ ունենք հնարավորություն այս խոսքերը լսելու, որ ունենք հնարավորություն Աստծուն ավելի մոտ լինելու։ Եվ շարունակությունը ասում է դուք եք աշխարհի լույսը, մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Այսօր մենք լույսի մեջ ենք քայլում եւ լույսի որդիներ ենք կոչվում։ Հիսուս Քրիստոսն է, չէ՞, լույսը, եւ մենք նրա որդիներ ենք կոչվում։ Եվ նրա որդիները կոչվելով այդ լույսը մեր վրա է գալիս եւ մենք դառնում ենք այս աշխարհի լույսը, սիրելի եկեղեցի։ Դրա համար մենք պետքա շատ զգուշ լինենք աշխարհում քայլելուց, աշխարհում գործելուց, խոսելուց, մեր վերուդիրը, անգամ մեր հագու կապը, անգամ մեր միմիկաները, թե աշխատանքի վայրում, թե եկեղեցում, թե ընտանիքում, պետքա մենք ուշադրություն դարձնենք, որպեսզի գայթակղություն չլինենք, որպեսզի մարդիկ չտեսնեն մեզ իմանալով, որ մենք հավատացյալ ենք, այս աշխարհի աղը ու լույսը լինելով, մեր մեջ որ ոչ համ տենան, ոչ էլ մեզանից լույս ճառագի նրանց վրա։ Մենք պետքա տարբերվենք այս աշխարհից, սիրելի եկեղեցի, որպեսզի փառք բերենք Տիրոջ անվանը, թե չէ չենք կարող փառավորել մեր հորը, որ երկնքումն է։ Մենք լույսի մեջ ենք քայլում հիմա եւ ամեն մի փոքր սխալ շատ շուտ նկատվում է, երբ որ մենք կարանք անենք։ Գիտեք, այսօր աշխարհիկ մարդիկ ինչ սխալներ անեն, անգամ պղծություն կարող են անել, բայց նրանց վրա աշխարհը չկենտրոնանա։ Ոչ մի անգամ մատնացույց չանի։ Բայց մենք, որ մի հատ ուղակի դեմքի միմիկայի վրիպում անենք, այսօր աշխարհը կարա մեզ մատնացույց անի։ Ահա, այնա, լնայի հավատացյալա, կյանքի խոսք եկեղեցուցա կամ էս ինչ եկեղեցուցա, էս են հավատացյալները ու գնաց քննադատությունը։ Նստում են դատավորի աթոռին։ Դրա համար սիրելի եկեղեցի, մենք պետքա զգուշ լինենք, որպեսզի թույլ չտանք, որպեսզի ինչ որ մեկը նստի հատկապես դատավորի աթոռին, որի իրավունքը չունի։ Օրինակ բերենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը սատանայի կողմից փորձվեց անապատում, բայց ընտիր գտնվեց։ Ինչպես ընտիր գտնվեց։ Նա գիտեր Աստծո խոսքը։ Նա հստակ գիտեր Աստծո խոսքը, դրա համար ընտիր գտնվեց, սիրելի եկեղեցի։ Այս աշխարհը մեզ կարող է շատ փորձություններ բերել, բայց մենք պետք է Հիսուս Քրիստոսի նման, Հոբի նման ընտիր գտնվենք։ Ամեն։ Լավ։ Պետք է ընտիր գտնվենք։ Եթե մենք չիմանանք խոսքը, սիրելի եկեղեցի, եթե մենք չապրենք խոսքի զորությունով, նոր մի քիչ առաջ կարդացի, որ
լսում ենք Աստծո խոսքը, պետքա չլինենք ուղակի լսողներ, պետքա լինենք դրանք ամուր պահողներ եւ դրանցով ապրողներ։ Եթե ոչ, երբ որ գա մեր կյանքում փորձության ժամանակը, մենք չենք կարող փորձության ժամանակ ընտիր գտնվել եւ հաղթող դուրս գալ, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը։ Երբ որ սատանան ինչ-որ բան էր ցույց տալի, ինչ-որ լավ առաջարկ էր անում Տիրոջը, ասում էր, այս ամենը քեզ կտա միայն ինձ երկրպագի, Հիսուս Քրիստոս ասում էր ոչ, ու ամեն անգամ շեշտում էր գրված է այսպես, գրված է այսպես։ Եթե մենք խոսքը չիմանանք, ոնց պիտի իմանանք ինչ է գրված։ Մեր դիմացինը կարող է մեզանից շատ խոսքը իմանա ու մեզ խափի ուղակի։ Ասում է դևերն էլ են հավատում, դևերն էլ խոսքը լավ գիտեն, բայց ում է պետք։ Հիսուս Քրիստոսը մեր կյանքում ուժեղ օրինակ է, սիրելի եկեղեցի։ Մատթեոս 4:8-10 է խոսում դրա մասին։ Կարդանք. Սատանան Հիսուսին դարսի արտարավ մի շատ բարձր լեռ եւ նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։ Այսօր աշխարհը կարող է ցույց տալ իր փառքը, այն ժամանակավոր նոր մի քիչ առաջ որ խոսում է, հա։ Այն օր մի հատ տեսանյութ է տեսել, կարող է դուք էլ տեսած լինեք, կա մի հատ շատ խիստ հարուստ մարդ հնդիկա, այնքան նմանացրեցի այն հարուստ երիտասարդին, այն որ գալիս ասում է Տեր, ես իմ մանկուց պահել եմ պատվիրաները եւ այլ, ուղղակի տարբերություն նրան, այս մեր հնդիկ աղբերը երևի ընդհանրապես Աստծուց հեռու, որովհետեւ ընթացքում ես տեսա ինքը իր համար ինչեր է կառուցել, իր համար կուրքեր էր սարքել, չնայած որ առաջին կուրքը իր համար իր հարստությունն էր, հնդիկ են Մումբայի կենտրոնում, չգիտեմ ինչեր եւ այլ շատ տարբեր մեծահարուստ երկրներում ու հարուստ վայրերում ինչ գանձեր է դիզել իր համար, խնդիր չկա, թող դիզեն, թող վայելեն, ես չեմ նախանձում իսեր Աստծո, ուղղակի ես ուզում եմ, որ մենք հասկանանք սիրելի եկեղեցի, որ մարդիկ կան այսօր, որ իրենց հույսը դրել են այդ ժամանակավոր բաների վրա, որ ասում է մի քիչ առաջ ասացի, որ ցեցն է ուտելու ժանգը կամ գողը գողանալու է, հա, որ մարդիկ ավելի շատ գնահատում են այս աշխարհիկ ցանկությունները, ժամանակավոր այդ հաճույքները, որը աշխարհն է թելադրում, քան որ հավիտենականը, որը որ անսասան է, որը որ մեր Տերն է, որը որ մեր Աստծո խոսքն է, սիրելի եկեղեցի, որ չկա նրանց կյանքում, կուրքեր էլ շինել իր տան մեջ ու պաշտանմունք էր մատուցում։ Ու այսօր այդ մարդուն ես տեսա, բայց նմանատիպ հազարավոր, միգուցե միլիոնավոր մարդիկ կան, որ տարբեր տեսակի կուրքեր են շինել իրենց համար եւ պաշտում են դրանց։ Եվ այստեղ ասում այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռու գնա սատանա, որովհետև գրված է. Տիրոջը քո Աստծուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես»։ Ամեն։ Փառք մեր Հիսուս Քրիստոսին, սիրելի եկեղեցի։ Փառք Տիրոջը այս օրինակների համար։ Եվ վերջում, սիրելի եկեղեցի, կուզեմ ձեզ համար կարդալ երկու տեղ Հռոմեացիների 12:2, շատ հայտնի տեղ, որ ես շատ եմ սիրում այս տեղը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Մի կերպարանվեք, սիրելիներ, այս աշխարհի կերպարանքով, որովհետև մենք իմացանք, մենք գիտենք, թե որն է այս աշխարհի կերպարանքը, ամեն։ Այս աշխարհի կերպարանքով, երբ որ մենք չենք կերպարանվում, մենք հաճեցնում ենք մեր Տիրոջը։ Եվ երկնքից մի ձայն է լսվում, որ Հիսուս Քրիստոսին ասեց, մեզ էլ է ասում, սա է իմ սիրելի որդին կամ սա է իմ սիրելի դուստրը, որովհետև մենք չենք կերպարանվում այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվում ենք մեր մտքի նորոգությամբ եւ վերափոխում ենք ամեն անգամ, նորոգում ենք մեր միտքը ամեն անգամ, հաստատվում ենք ամեն անգամ Աստծո խոսքի մեջ եւ Աստծո խոսքն ենք հիմք համարում մեր համար եւ առաջնորդվում ենք Աստծո խոսքով եւ չենք
առաջնորդվում այս աշխարհի թելադրանքով։ Մենք ոչ ենք ասում այս աշխարհին։ Մենք ոչ ենք ասել այս աշխարհին եւ այո ենք ասել մեր Տիրոջը։ Դրա համար մենք երբեք էլ պետք է հետ չվերադառնանք այն մեր հին կյանքին, մոռանանք մեր հին մարդու մասին, սիրելի եկեղեցի։ Եթե կան բաներ քո կյանքում, որ այն հին մարդուց մի քիչ մի բան մնացել է, մաքրի, արմատախիլ արա, որովհետև ասում է, այդ մի փոքրիկ թթխմորը փոխում է ամբողջ զանգվածը։ Երբ որ մի բաժակ ջուր է լինում եւ նրա մեջ մի փոքր կեղտ է լինում, մենք թափում ենք, թազան ենք լցում, չէ՞։ Ասում ենք կեղտոտ է։ Դրա համար եթե քո մեջ կա մի փոքր բան անգամ, այդ մի փոքր կեղտը, որ մնացել է քո հին մարդուց, ջնջի Հիսուս Քրիստոսով, դու ունես զորություն, դու ունես իշխանություն իշխելու այդ փոքր մեղքի վրա, այդ կեղտի վրա։ Աստված մեզ տվեց իշխանություն, կամք, ասում է անգամ իշխելու այս աշխարհի վրա եղող ամեն տեսակի գազաների վրա անգամ։ Այսօր մենք տեսնում ենք, որ մարդը իշխում է ամեն տեսակի գազաներին, իրանից մեծ, իրանից ուժեղ, իրանից փոքր, բայց վտանգավոր, մահացու, բայց այսօր մարդը իշխում է։ Ոնց է իշխում։ Եթե չլիներ Աստծուց տրված իշխանությունն ու զորություն։ Այսօր տեսնում ենք առյուծը գալիս է գրկախ առնվում է մարդու հետ, կամ թունավոր օձը հնազանդվում է մարդուն, կամ այն մեծ փիղը գալիս է, մարդ ասում է նստի, նստում է ու ինքը հլնում, նստում է փղի վրա։ Այդ մեծ կենդանու։ Սա խոսում է Աստծո զորավոր գործերի մասին։ Սա գործում է Աստծուց տրված իշխանության մասին, սիրելի եկեղեցի։ Այն իշխանության, որ մենք կարող ենք։ Բա մի փոքր սիգարետը քո կյանքում ինչ իշխանություն ունի, որ եկեք կպելա քո կյանք ու պոկ չի գալիս։ Դու ունես իշխանություն գցելու։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ոնց որ ես արեցի, ոնց որ շատերս ենք արել։ Էսի ծխողների մասին եմ ասում նախքին։ Բամբասանքը, նախանձը եւ շատ բաներ չթվարկենք, ժամանակը չի հերիքի։ Այն կորոնայի ժամանակ մի հատ կին կար, ասում է կորոնանում դրաշունն է։ Հիմա մերն է։ Բամբասանքը, ծխախոտը, ալկոհոլը, ընդհանրապես սուտ խոսալը, գողությունը։ Ում դրաշունն է, որ Աստծուց տրված իշխանության դեմ դիմանա։ Ամեն, փառք Հիսուսին։ Դու ունես իշխանություն։ Իշխելու։ Մի թույլ տուր, որ սատանան գա ու քեզ ասի դու թույլ ես։ Ոչ, դու ուժեղ ես։ Ավելի քան ուժեղ, որ դու պատկերացնում ես։ Գլուխը դիր բարձին ասա, ես եմ ուժեղ, թես ծխախոտը։ Ու էլ չես դիմանա, որ լույսը բացվի, կհլնես պաշկեն, կճմրտես ու կգցես աղբը։ Մի վախեցի դա անելուց։ Դու կարող ես, քեզ զորացնող Քրիստոսով։ Ամեն, փառք Հիսուսին։ Ամեն, արժանի է մեր Տերը։ Եվ վերջին տեղը կկարդամ մինչև որ Սուրբ հաղորդության խոսքին կանցնենք, սիրելի եկեղեցի, առաջին Հովհաննես 4:4-5 Դուք Աստծուց եք, որդյակներ, ոչինչ չեք նեղանում, չէ՞ որ դուստրեր գրված չի Աստվածաշնչում շատ տեղեր, եթե ասում է որդյակներ, մենք որդիներն ենք Աստծու, կապ չունի, կին թե տղամարդ, մենք Աստծուն ենք, դուք Աստծուց եք, որդյակներ, դուստրեր, այս են պահը չէ էլի, որ Աստծու խոսքն ասում է վայ նրան, ով իմ խոսքից մի բան կավելացնի կամ կփակասացնի, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է բնակված, քան որ այս աշխարհիցն են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում եւ աշխարհը նրանց է լսում, իսկ մենք սիրելի եկեղեցի Աստծուց ենք, որ Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, որ Աստծուց չէ, չի լսում մեզ,
Սրանից ենք ճանաչում ճշմարտության հոգին եւ խաբեության հոգին։ Այնպես որ քո միջինն ավելի զորավոր է, քան այս աշխարհի միջինը, որովհետև այս աշխարհի միջի զորությանը մեր Տեր Հիսուս Քրիստոսը 2000 քանի տարի առաջ 2000 տարի լավ sense գլոբալ ենք ասում բոլորս 2000 տարի առաջ արդեն մեր Տերը հաղթել է, ջախջախել է սատանայի գլուխը, սատանան ել քո կյանքում իշխանություն չունի, որովհետև Տերը իր խաչի մահով ու իր սուրբ հարությունով այդ հաղթանակը շնորհեց քեզ ու այդ զորության հոգին դրեց քո մեջ ու ասես քո մեջին ավելի զորավոր է քան այս աշխարհի մեջինը, որովհետև նա հաղթեց այս աշխարհը եւ հաղթանակի դրոշն ու բանալին տվեց քեզ ու ասես դու կարող ես եւ մենք կարող ենք նրանով սիրելի եկեղեցի Փառք Հիսուսին այս հնարավորության համար սիրելի եկեղեցի Հալելույա Շնորհակալ ենք քեզ ամենակարող Աստված Փառք ենք տալիս քեզ Տեր Եկեք ծափահարենք նրան իր արած զոհի համար Ամեն Փառք Տիրոջը Հալելույա ամենակարող Աստված Շնորհակալ ենք այս հիանալի ժամանակի համար որ դու պարգևեցիր մեզ Շնորհակալ ենք այն խոսքի համար Տեր որ դու տվեցիր մեզ այսօր Փառք ենք տալիս Տեր եւ վերցնում ենք այն խոսքը Տեր եւ ասում ենք որ խոնարհվում ենք Տեր քո խոսքի առաջ եւ ասում ենք որ ընդունում ենք Տեր այն ինչ որ ուղարկեցիր երկնքից այսօր մեզ համար ուղարկում ենք վերցնում ենք մեր կյանքերի մեջ եւ այն դարձնում ենք կյանք մեր համար եւ առաջնորդվում քո զորավոր խոսքով սիրելի Հիսուս Քրիստոս առաջնորդիր մեզ քո սուրբ հոգով ամեն ժամանակ առաջնորդիր քո սուրբ եկեղեցին օրհնիր բարձրացրու ու զորացրու Հիսուս Քրիստոսի սքանչելի եւ սուրբ անունով խնդրեցինք հալելույա ամեն Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի Բարձրացրեք ձեր ձեռքերը պարզեք դեպի երկինք Հայր Աստծուց ընդունելու այս օրհնության խոսքերը այս քահանայական օրհնության խոսքերը Տերը օրհնի քեզ ու պահի քեզ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ Տերը բարեհաճ լինի քո հանդեպ եւ խաղաղություն տա քեզ եւ բոլորս միասին ասենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հայր Աստծո սերը եւ մեր Սուրբ Հոգու հաղորդությունը մեր ամենքիս հետ լինի ամեն Փառք Տիրոջը